Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Դեկտեմբերի 13-ին ժամը 7-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ակունք պետական ազգագրական համույթը հանդես կգա «Չհնչած Կոմիտասը» խորագիրը կրող համերգային ծրագրով։ Հանդիսատեսին կներկայացնեն Կոմիտաս վարդապետի ստեղծագործական ժառանգության այն գործերը, որոնք մեծամասամբ մինչ այս պահը չհնչած են։ Այս չլսված գործերի համերգի ու ակունքի մասին կպատմեն մեր հյուրերը։ Մեր հյուրերն են ակունք պետական ազգագրական համույթի արտիստներ Արեգնազ Միքայելյանը եւ Նարինե Զաքարյանը։ Այսօր ձեզ չենք խնդրի երգել, որ ձեր ձայնը պահեք, թե հիվանդանաք անկարծ։ Եվ միանգամից առաջին հարցը, ինչպես ծնվեց «Չհնչած Կոմիտասը» այդ ծրագրի գաղափարը։ Մեր տարվա կտրվածքով մենք ունենում ենք համերգացանք տարբեր խորագրերով, քանի որ մեր երգացանկը շատ հսկա է, այդ պատճառով մի քանի խորագիր է ընտրված տարվա կտրվածքով եւ այդ մենք աշխատում ենք այդ խորագրի համահունչ երգացանք ընտրել, այդպես դրանցից մեկն էլ «Չհնչած Կոմիտասն» է։ Այդտեղ ավելի քիչ հնչած կամ ընդհանրապես որ մենք ենք առաջինը արել, դա բերել է մեզ այդ նյութերը մեր գեղարվեստական ղեկավարը, կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը։ Մասնավորապես որ երգերն են, որ կատարումներն են, որ առաջին անգամ է լսվելու, հնչելու լայն հասարակության համար գոնե։ Գիտեք, կան շատ երգեր կան, մոտ 2000, 1500, 2000 երգեր կոմիտասյան, որ սկսել են կատարել, մենք ենք օրինակ Հացի Արարման երգերի ամբողջ արարումը, սկսած առավոտ լուսոյից, մինչև վարելը, ցանելը, հնձելը, կալցելը, ջաղացը եւ վերջում հացի թխելու երգերը, երգերի մեծ մասը այդպես չեն հնչել, մենք ենք կատարել։ Մեր Արթուրը Շահնազարյան, երբ որ արդեն գեղարվեստական ղեկավար է դարձել, մոտ 150 երգ արդեն մենք սովորել ենք եւ այսպես շարունակում ենք անընդհատ սովորել։ Այդ օրը նաեւ ունենալ ենք հարսանյաց երգերի շարք ունենք, շատ մեծ։ Այնտեղ էլ ահագի կան այդ նմուշների, որ հոյնարերի շարք ունենք, 11 հոյնարեր, որոնք նույնպես մեծ մասը հնչած չեն եղել։ Բութանյայի շարք ունենք, որ նաև իր աշակերտներն են հավաքագրել, սա ոչ միայն կոմիտասի, այլև իր աշակերտների հավաքագրած երգերն են։ Ծամթելերի շարք ունենք, այնտեղ էլ կան նմուշներ։ Իսկ որքան ժամանակ է տևում նախապատրաստումը։ Նախապատրաստումը ամբողջ տարվա ընդհանրապես փորձեր ենք անում ամեն օր եւ պատրաստում ենք մեր ծրագրերը։ Առաջիկայում որ խորագիրը որ պետքա լինի, այդ շրջանում այդ ինչքան է տևում այդ ժամանակահատված ունեք 2 ամիս, 3 Դե չէ, ամեն ամիս մենք արդեն գիտենք ծրագիրը, ծրագրի մեծ մասը, երգերի, բարերի մեծ մասը արդեն ակունքը չէ, որ 51 տարեկան է, այդպես սերունդ եկել են մեծից փոքր, անընդհատ փորձերի ընթացքում մենք սովորում ենք, նորերին էլ ենք սովորեցնում եւ որ համերգի շրջանակում ինչ պետք է անենք, արդեն հաջորդ համերգից հետո սկսում ենք աշխատել հայկական խաղաղագրության հիմնադրին կոմիտասի ներկայացնելը կարծում եմ բավականին պատասխանատու պետք է լինի ու յուրաքանչյուրն իր կոմիտասը ունի իր մեջ ու դուք նորովի ներկայացնում եք։ Ինչ է ձեզ համար կոմիտաս ներկայացնելը, ով է նա ձեզ համար։ Հայի ինքնության գրավականն է կոմիտասը։ Առանց կոմիտասի Եվ ասես հայ, ուրեմն կոմիտաս, ինձ համար։ Այո, նա հսկայական գործ է արել մեր ամբողջ ազգային երգերը հավաքագրել է եւ անբարել է եւ հասցրել է մեզ եւ մենք էլ պարտավոր ենք մեր սերունդներին փոխանցելով, որպեսզի հայ մնաս, հայեցի մնաս,
դա շատ Մեր կարևոր է։ մշակույթով մենք պարտական ենք։ Հսկայական եւ շատ մեծ մշակույթ ունենք, որ պետք է պահենք եւ խոսքը մի մարդու մասին է, ով ոչ միայն հպարտություն է մեզ առաջացնում հենց մեր երկրում, այլև Հայաստանի սահմաններից դուրս, արվեստից գիտակ մարդ գիտի դրսում ով է Կոմիտասը, կարծում եմ, մեզ համար դա հպարտանալու մեծ պատիվ ու առիթ է։ Անդրադառնալով ձեր այսպես ակունքայիններից եկող աշխատանքներին, ստեղծագործություններին, կարծեմ թե հիմա ավելի մեծ մի պատասխանատու աշխատանք եք վերցրել մեր էպոսի Սասունցի Դավթի, այսպես բերել է հասցնել այս դարաշրջան։ Այո, դա անում ենք արդեն 2-3 տարի, եթե ոչ ավել աշխատում ենք էպոսի վրա։ Հիմա արդեն այն փուլում ենք, որ երաժիշտներն են միացել, հետո պետք է միանան պարողները, պետք է միանան այո, Մնջախաղի թատրոնը պետք է միանա, հսկա ներկայացում սարքվել են այդ ժամանակվա մեծ պղնձափողային գործիքները, այնպես որ գալիք տարում հույս ունենք, լավատեսենք, որ մեծ ներկայացում կլինի եւ շատ լավ է լինելու կարծում եմ, որովհետեւ տեսնենք որ հրաշք մի գործ է հրաշալի բան եւ այո եւ կարծում եմ որ դա աշխարհով մեկ պետք է հպարտանանք որ մենք ներկայանալու շատ քիչ թվով ազգերից ենք որ ունենք ազգային էպոս եւ այդպիսի Իհարկե ազգի ինքնությունը արտահայտող ամենաուժեղ բանն է Մեշանազան Արթուրը ամեն ինչ անում է որ դա շատ լավ ձևով ներկայացվի։ Մի փոքր պատմենք ակունքի ներկայիս գործունեության մասին։ Հետաքրքիր ինչ ինֆոյով կկիսվեք մեզ հետ։ Առավել եւս բավականին հաճախադեպ են ձեր ներկայացումները լինում։ Կարծեք թե ամսվա մեջ մի քանիսն է բաժին ընկնում, չեք էլ հասցնում մեկից մյուսին անցնել։ Երբ որ մի քիչ ընդմիջում ենք ունենում, ասենք պատրաստ է հաջորդ համերգի այդ բանը, ծրագիրը, մենք աշխատում ենք հին այն մոռացված էլի շատ կան էլի մոռացված մեր սիրելի նմուշները նորից վերականգնել, նոր շունչ տալ, հին պարերը, որ էլի քանի տարի մոռացված են, դրանք անել, այդպես։ Մարոյի գործերը, այսպես ասած, Մարոյի հավաքագրած մեր խմբով այդ գործերը շատ հրաշալի նմուշներ են եւ ունենք շուրջ 40-ից ավելի պարեր, որ վերհիշում ենք, որը վաղուց չենք կարել նոր կազմի հետ, ասենք վաղուց չենք պարել, հիմա նոր կազմի հետ անում ենք այդ հին պարերից, վերականգնում ենք այդպես։ Այդ արանքներում էլի էպոսի եւ համերգների արանքներ։ Եվ նաեւ հյուրեր ենք ունենում, դպրոցականներ ենք ունենում հաճախակի, որոնց համար փոքրիկ դասախոսություն համերգ ենք ունենում։ Նաև ունենում ենք փորձի փոխանակում, մի քանի օր առաջ օրինակ Շարլ Ազնաուրի ջազ քոլեջներ մեզ հյուր եկել, այո, իրենց համար սիրով մեր Արթուր Շանազյանը մի քիչ ազգային երգերից պատմեց, հետո միասին երգեցինք, իրենք էլ շատ լավ պարում էին, միասին պարեցինք եւ հաճելի 1 ժամ ու կեսի, այդպես ունենում ենք հաճախ այդպիսի նաև հանդիպումներ։ Ընդհանրապես մի քանի շաբաթից 2025 թվականը փակում ենք եւ այսպես որ ետ հայացք եք գցում, ինչպիսին էր տարին ակունքի համար։ Որ այսպես ամփոփում եք, ինչ կասեք։ Այո, բավականին հաջողակ։ Մենք նաև ունեցանք արտերկրում, հյուրախաղեր Կանադայում, այստեղ բուրըն համերգային գործունեություն ենք ունեցել, այնպես որ շրջաններում ենք եղել։ Այո։ Տարվա վերջին համերգն է սա, այսինքն։ Այո։ Հաջորդը Սուրբ Ծննդյան նվիրված համերգն է հունվարի 13-ին, հա։ Ձեզանից կրտսեր, այսպես տարիքային խմբում որքանով են հետաքրքրված ազգային պարով, երգով, մշակույթով։ Ի վերջո ձեր նաև այսպես ասած առաքելությունն է շարունակել Բավականին մեծ է հետաքրքրությունը, մանավանդ որ հիմա դպրոցներում կա առարկան, անցնում են, փոքրերը շատ սիրով սովորում են, այո, շատ սովորում են, շատ ակտիվ են, դա մեզ շատ է ուրախացնում եւ մեր խմբի երիտասարդներն էլ շատ ակտիվ են, շատ գեղեցիկ ձայնով եւ ազգային ոգով լավ երիտասարդներ ունենք, բավականին ներգրաված,
որոնք ոգևորված են ու այդ ոգևորությունը մեզ շատ է ոգևորում մեծերի եւ լիահույս ենք, որ անպայման մեր գործը շարունակվելու, ինչպես մենք ենք նախորդներին արել եւ ուրախ ենք եւ ասեմ, որ շուտով նաեւ լինելու է ծիլեր այսպես էր միշտ ակունքը ունենում էր, այո, հավաքագրում էին փոքրերին, իրենք մեծանում են եւ խմբի անդամներին այսպես հիմա նորից, քանի որ արդեն տեղ ունենք փորձի, կարծում եմ շատ շուտով արդեն սա էլ ենք անելու։ Ձեզ բեղուն հաջող աշխատանքային այսպես տարեվերջան ընթացք ենք ցանկանում ու լեբլեցուն դահլիճ։ Շնորհակալ ենք, դա մեզ շատ է օգնում եւ շատ է ոգեորում, չնայած մեր դահլիճը համարյա միշտ լեցուն է եւ շատ ակտիվ են մեր հանդիսատեսը շատ ակտիվ է, դրա համար էլ ենք շատ ուրախ։ Շնորհակալ ենք անչափ, քանի որ մեր եթերաժամանակը մի փոքր էսպես սուտ է։ Մեր հեռուստադիտողին հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ժամը 7-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ակունք պետական ազգագրական համույթը հանդես կգա չհնչած Կոմիտասը խորագիրը կրող համերգային ծրագրով եւ մեր հյուրերն էին ակունք պետական ազգագրական համույթի արտիստներ Նարինե Զաքարյանը եւ Արեգնազ Միքայելյանը։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք ցանկանում։ Սիրով հրավիրում ենք բոլորին համեցեք։ Հրավիրում ենք, այո, համեցեք մեծ սիրով։ Շնորհակալ ենք անչափ, իսկ այս պահին գովաստ մեր եթերում։